Մենք այժմ գտնվում ենք մեր շինարարության վերջնական փուլում։ Թե քաղաքապետարանը, թե շինարարությունն իրականացնող ընկերության պատասխանատուն նշում են, Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնված կլինի մայիսին, սակայն դա չի նշանակում, որ այն կբացվի երթևեկության համար։ Որպեսզի ճանապարհը բացվի եւ լինի շահագործելի, մենք ունենք միջոցառումներ, որոնք անվտանգություն են ապահովել այս ճանապարհի, որոնք ընթացքի մեջ են, որոնց կառուցման համար պետք է եւս 10 ամիս։ Նույնիսկ բանակցություններ են գնում, որ հնարավորինս այդ ժամկետները 10 ամիսը ավելի կրճատվեն։ Առաջի բետոնից մինչև այս պարիսպը դա վերականգնվում է հին ճանապարհը։ Ճանապարհի այս հատվածը փլուզվել էր դեռ 3 տարի առաջ, 2022 թվականի մայիսին, թե ինչ պատճառով մինչև այժմ պարզ չէ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք եւ պետական կամ համընկային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը հոդվածներով։ Նախաքննությունը դեռ շարունակվում է։ Շինարարական ընկերության ղեկավարի կարծիքով փլուզման պատճառը ոչ թե բնակելի շենքի շինարարությունն է եղել, որ իրեն կառուցում են խճուղուն շատ կիպ, այլ անձրևատարները։ Խցանման պատճառով անձրևները լցվել էին ճանապարհի պաստառի տակ եւ դրա համար փլուզում էր տեղի ունեցել։ Եթե շինաշխատանքները ոչ մի կապ չունեն փլուզման հետ, ինչու են իրենք վերականգնում ճանապարհը։ Որովհետեւ մենք այս նույն հարցը լուծելու ենք անկախ փլուզումից։ Այս տեղանքը հիմա որ դուք տեսնում եք, շատ խիստ գիշերի տարբերություն ունի։ Նման հարցեր լուծվում են հնապատերով։ Իսկ ինչու վերականգնման աշխատանքներն այսքան ձգձգվեցին, քաղաքապետարանից արձագանքում են։ Նախաքննության հետ կապված որոշակի երևի թե սահմանափակումներ են եղել, դրա հետ մեկտեղ բողոքներ, դրա հետ մեկտեղ նաև բանակցություններ կապված հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու տվյալ ընկերությանը։ Սուրեն Սահակյանը մանրամասնում է, հենապատը կառուցելու համար նոր հողհատկացում էր պետք։ Այդ տարածքը մեզ տրվեց քաղաքապետարանի կողմից վարձակալությամբ կառուցապատման իրավունքով, եթե այդ ամբողջ process-ը չլիներ, վաղուց այս ճանապարհը ավարտված կլիներ։ Որպես հենապատ այդտեղ կառուցվել է 9 հարկանի շինություն, հիմնականում ավտոկայանատեղիներ, այսինքն Ծիծեռնակաբերդի խճուղու այդ հատվածը անցնելու է շինության վրայով։ Իսկ նոր փլուզման վտանգ չկա արդյոք։ Սահակյանը պատմում է, հարցը քննարկվել է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։ Իրենք լուծում են առաջարկել։ Որ համաձայնեցման փուլում է գտնվում։ Այսինքն դրա մասին դեռ կոնկրետ համաձայնություն չկա։ Կոնկրետ խնդիրը քննարկվել է, մնում է որպեսզի դրան լուծում տանք, որպեսզի այլևս նման բաներ չլինեն։ Փլուզումից հետո 3 տարի ու առաջիկայում գուցե եւս 10 ամիս վարորդները Ծիծեռնակաբերդի խճուղու այս հատվածում դեռ կերթևեկեն 4-ի փոխարեն 3 գոտիով։ Էմմա Վարդանյան, Արտակ Գևորգյան, լուրերի համար։